Սիմայ Ջերբեջյան։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, ես նախորդ հարցը մի քիչ ավելի ուղիղ կտամ, քանի որ ձեզ քննադատում են այդ մասով իշխանականները։ Դուք պատրաստվում եք մեր պետությունը սարքել միութենական կազմի մեջ մտցնել, սարքել գուբերնիա, այդ ճիշտ է, թե չէ։ Արդյոք, երբ որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց մենք ռուսական անձնագրով մարդիկ ունենք այդտեղ, նկատի ունենալով ըստ երևույթին ձեզ դրանով ինքը ձեզ օգնեց, թե վնասեց ձեր կարծիքով, եւ մի հարց էլ ընթացային է, չնայած խնդրեցին մեկ հարց տալ սումկի հետ կապված։ Ես նայեցի, որ Փաշինյանը այց ունեցել է Չինաստան 2019 թվականի մայիսին եւ 2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ինձ հետաքրքրում է այդ սումկի ազդեցությունը ինչքան է պահպանում ձեր կարծիքով եւ արդյոք դրանից առաջ հալյուցինացիաներ չեք տեսել Փաշինյանի մոտ։ Շնորհակալություն։ Սնկի ազդեցությունը ես չգիտեմ, որովհետև չեմ փորձել, բայց ինձ թվում է սրացումները սկսվում են կուլ տալուց անմիջապես հետո։ Ինչ վերաբերվում է Պուտինի ու Փաշինյանի խոսակցությանը, ես չեմ ուզում մեկնաբանել տարբեր երկրների ղեկավարների խոսակցություններին, բոլորը իրենց կարծիքը ունեն, Պուտինը իր կարծիքը հայտնեց, Մակրոնը եկավ Փաշինյանին զասոց դրեց, դրանով իր կարծիքը հայտնեց։ Հիմա եթե մենք սկսենք ամեն օր քննարկել տարբեր երկրների ղեկավարների խոսույթը, ում հետ մենք շուտով աշխատելու ենք եւ ստեղծելու ենք լավ հարաբերություններ, ես դա կոռեկտ չեմ համարում։ Ես ասել եմ, Փաշինյանի իշխանության կատարած ապօրինությունների մասին այսօր խոսում է ամբողջ աշխարհը։ Ռուսաստանում դա արվեց ամենաբարձր մակարդակով։ Դա չի նշանակում, որ մենք չգիտենք Մակրոնը ինչ է ասել Փաշինյանին։ Այ որ իմանանք ինչ է ասել, տեսնեք, որ նորից խոսել են անարդարություններից, ապօրինություններից։ Մյուս հարց։ Գուբերնիա եւ միութենական պետության կազմի մեջ մտցնել։ Մենք դարձնելու ենք Հայաստանը տարածաշրջանի ամենազարգացող, ամենաակտիվ, ամենագեղեցիկ, ամենահարուստ երկիրը։ Մնացած բոլոր խոսույթները դա իրենց մասին է։ Հենց Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու ենք Ադրբեջանի գուբերնիա, քանի որ հիմա ինքը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում։ Շնորհակալություն, այսօր է